Տիկին ձեզ պարզաբանումներ եղան շարժման բնույթի հետ կապված, որովհետև կարծես թե արցախցիները ավելի շատ կենտրոնացած են սոցիալական հարցերի վրա եւ օրինակ իշխանությունների հրաժարականի պահանջ չեն ներկայացնում։ Դա ոչ ճիշտ դիտարկում է, թույլ տվեք այդպես ասեմ, որովհետև այն խնդիրները, որ իրենք բարձրացնում են, նաև սոցիալական են, բայց դրանք խիստ փոխկապակցված են իրենց ամբողջական իրավունքների իրացման հետ։ Եվ իշխանությունը ջանք չի խնայում այս շարժումը կամ այս պահանջները վերաձևակերպել որպես սոցիալականի, բայց կրկնում եմ, սոցիալական կոմպոնենտ ունենալով հանդերձ, այն ծառայում է արցախցիների իրավունքների իրացման։ Իսկ որոնք են այդ իրավունքը։ Իրենց անօտարելի իրավունքն է, իրենց հայրենիքում ապրելու, վերադառնալու եւ այդ հնարավորության դուռը չփակելու։ Իսկ դա միջոցով ինչու է սոցիալական հնչում, որովհետեւ նրանք պիտի կարողանան այդ ժամանակահատվածում ապրել Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ ինչպես պիտի ապրեն, եթե իրենք տնավեր են, տուն են կորցրել, հող են կորցրել, աշխատանք, ամեն բան, ընտանիքի անդամներ։ Եվ այս մարդկանց խնդիրները ուղղակի անտեղյակ մարդը պիտի լավ հասկանա։ Այստեղ հարցը չի գնում այն մասին, որ իսկ Հայաստանում նման խնդիրներ չկան, իհարկե կան, բայց հայաստանցիները ու փառք Աստծո չեն կորցրել այն, ինչ կորցրել են արցախցիները։ Եկեք ազնիվ լինենք։ Մարդկանց 95%-ից ավելին տուն, տեղ, հող եւ բնակարան ամեն ինչ է կորցրել։ Հետևաբար ես թույլ եմ տալիս ինձ ասելու, որ մենք ուղղակի իրավունք չունենք նույն հարթության վրա դնել իրենց սոցիալական խնդիրները եւ Հայաստանում առկա սոցիալական խնդիրները։ Եվ երկուսից էլ ես քաջատեղյակ եմ։ Ես շատ խնդրում եմ մեր սիրելի հայրենակիցներին, երբեք թույլ չտալ իշխանական քարոզչամեքենան ձեզ վրա աշխատի։ Մենք բոլորս մի հայրենիքի տեր ենք եւ եկեք մեր հայրենակիցների պահանջի կողքին լինենք մի մարդու նման, որովհետեւ այդ պահանջը նաեւ Հայաստանի Հանրապետության անվտանգությանն է վերաբերվում։ Մենք բոլորս տեսանք ինչա կատարվում Հայաստանի Հանրապետության հետ, երբ որ կորցրեցինք Արցախը։ Ամեն օր Հայաստանի վրա կրակոցներ կան, այսօր արդեն, եւ Հայաստանի Հանրապետությունը անվտանգ չէ։ Սահմանները վտանգված են, որովհետև կորցրել են Արցախը։ Ու հիմա մենք պիտի բոլորս միասին այնպես անենք, որ արցախցիները կարողանան իրենց արժանապատիվ ապրելու իրավունքը իրացնեն Հայաստանի Հանրապետությունում, ծրագրերի միջոցով նույն բնակարանային, այո, կետ առ կետ քննարկել ենք, ինչ պահանջներ են տեղներ առած, որ արցախցիները չեն կարողանում այդ իրավունքը իրացնել։ Բազմաթիվ խոչընդոտներ եւ կառավարությունը ուղղակի պարտավոր է լսել այս մարդկանց, խոչընդոտները վերացնել, այո, իրացնել իրենց բնակարան ստանալու ծրագրից օգտվելու հնարավորությունը իրատեսական եւ նոր որոշելու թե սոցիալական ինչ աջակցություն ինչպես տնօրին։ Տիկին Թանդիլյան, դուք ասացիք, որ փորձ ունեք մեխանիզմներ կփորձեք ներկայացնել լուծման, կարող եք մի քիչ մանրամասնել ինչ մեխանիզմներ, ինչ փորձ փոխանակեցիք նրանց հետ։ Նախ եւ առաջ այն առաջարկը, որոնք իրենք էին ներկայացրել կառավարությանը, դրա մեջ բնական են այդ թվում նաեւ սոցիալական ու բնակարանային հարցեր կան, նվազագույնը այն է, որ պիտի մինչեւ ընտանիքը չապահովի բնակարանով կամ դրա հնարավորությամբ նա չզրկվի սոցիալական աջակցությունից։ Կառավարությունը ինչ փաստարկ է բերում, թե մի քանի միլիոն դրամ աշխատավարձ ստացողներ կան։ Լսեք, այդ մարդկանց թիվը մատերի վրա կարելի է հաշվել։ 7-8 հոգի նման մարդու տեղ իմանալով դու մնացած 120-130 հազարին զրկում ես տարական կենցաղային պայմաններ ապահովելու հնարավորություն, սա ուղղակի աբսուրդի ժանրից է։ Եվ եթե կան այդպիսի մարդիկ, եկեք սահման դնենք 1 միլիոնից ավել եկամուտ ստացողին, խնդիր չկա, եկեք հասկանանք, որ այո, նրա կարիքը չունի 40+10 ծրագրի, ով ստանում է 1 միլիոնից ավելի։ Բայց այդպիսի մարդիկ մատերի վրա կարելի է հաշվել։ Դու չես կարող ծրագիր մշակել, որովհետև կան մի քանի հոգի այլ հարթության վրա։ Ուրեմն այդ մարդկանց պիտի նույնականացնել եւ այո, ընկալումով հանել ծրագրից։ Այդ թվում նաեւ խնդիրը, որ իրենք փուլային ներդրում են կատարում բնակարանային ծրագրի, բայց 40+10 այս ծրագիրը ընդհատում են 1 օրում ապրիլի 1-ից բոլորի համար։ Բայց դուք անգամ այն մնացած մարդկանց համար փուլային ծրագիր եք ներդրել։ Ինչպես է այսօր նրանց զրկում այս ծրագրից, որով իրենք ապահովում են բնակարանային խնդիրները։ Եվ բազմաթիվ են այսպիսի խութերը այս ծրագրում, հետեւաբար այո, լուծումները կան եւ այս խոչընդոտները վերացնելու միջոցով է լուծումը եւ ճիշտ թիրախային սահմաններ դնելը, որը լրիվ իրագործելի է, ավելորդ է ասել, որ Հայաստանի Հանրապետությունը եւ բյուջեն, ինչ նշանակում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ի վիճակի են ու կարող են այդ ծանրությունը կրել այնքան ժամանակ, մինչեւ լուծվի բնակարանային հարցը։ Իսկ մյուս հարցերն են իրագործելի, իրենք նաեւ վերադարձի հարցն են բարձրացնում, քաղաքական, իրավական պահանջներ։ Այո, իրագործելի են, եթե իրենց ներկայությունը արժանապատվորեն այստեղ կարողանան ապահովել։ Գիտեք, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս իշխանությունները սարսափահար են լինում Արցախ բառից կամ
ընդհանրապես Լեռնային Ղարաբաղ, Արցախ վերադարձի արցախցիների իրավունքի իրացումից, որովհետև իրենք լրիվ այլ օրակարգով են, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերից չի բխում եւ հետեւաբար այո իրենք կամքել չունեն քաղաքական դա անելու։ Ես կրկնում եմ, երբ ու եթե Հայաստանի իշխանությունները պետականամետ քաղաքականություն կվարեն, նրանք կհասկանան արցախցիների այս պահին բարձրացած հարցերի կարևորությունը, ռազմավարական նշանակությունը եւ հեռահար նպատակները արժանապատիվ կյանք ապահովելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։